Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնի Ռուսաստանի նախագահի Թուրքիայում բանակցություններ անցկացնելու առաջարկին, հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ի պատասխան հայտարարել է, որ հինգշաբթի օրը անձամբ Պուտինին կսպասի Ստամբուլում։ Վաղվանից մենք սպասում ենք հրադադար, այս առաջարկը սեղանին է, լիարժեք եւ անվերապահ զինադադարը, որը կտևի բավական երկար, դիվանագիտության համար անհրաժեշտ հիմքեր ապահովելու նպատակով կարող է զգալիորեն մոտեցնել խաղաղությունը, հայտարարել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի խոսքով Կիևը բացարձակապես խնդիր չունի բանակցությունների հետ կապված։ Մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափի, շեշտել է Զելենսկին։ Այս հինգշաբթի մայիսի 15-ին ես կլինեմ Թուրքիայում եւ ակնկալում եմ, որ Պուտինը նույնպես կգա Թուրքիա անձամբ եւ ես հուսով եմ, որ այս անգամ Պուտինը արդարացումներ չի փնտրի, թե ինչու չի կարող դա անել։ Ավելի վաղ ռուսական եւ օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին առաջարկել էր ուղիղ բանակցություններ սկսել արդեն մայիսի 15-ին Ստամբուլում, որտեղ դրանք անցկացվել էին ավելի վաղ։ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է, որ լուծարվում է եւ որոշում է դադարեցնել Թուրքիայի հետ ավելի քան 40 տարի շարունակվող զինված պայքարը։ Կուսակցությունից ավելի վաղ հայտարարել էին, որ մայիսի 5-ից 7-ը համագումար են անցկացրել, հետևելով առաջնորդ Աբդուլլա Օջալանի զինաթափման եւ ինքնալուծարման կոչին։ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է նաեւ պայքարի քաղաքական եւ ժողովրդավարական մեթոդներին անցնելու մասին եւ կոչ արել միջազգային հանրությանն օգնել։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը զենքերը վայր դնելու եւ լուծարվելու եզրին է, ինչը նրա ազդարարում է նոր դարաշրջանի սկիզբ։ Էրդողանը զգուշացրել է, որ չնայած այս զարգացումը կարող է շրջադարձային կետ լինել, գործընթացը պետք է ուշադիր կառավարվի։ Մայիսի 11-ին Օմանի մայրաքաղաքում տեղի էր ունեցել Իրանի ու Միացյալ Նահանգների անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը, որի ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել միջուկային խնդրի եւ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման վրա։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւ Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը բանակցությունների ընթացքում գլխավորել են պատվիրակությունները։ Օմանի արտաքին գործերի նախարարը հանդես է եկել որպես միջնորդ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ բանակցությունների այս փուլն ավելի լուրջ եւ պարզ էր, քան նախորդները։ Նրա բնորոշմամբ Թեհրանի եւ Վաշինգտոնի դիրքորոշումները միջուկային հարցի շուրջ բանակցությունների 4-րդ փուլից հետո մոտեցել են։ Արաղչին հայտնել էր, որ կողմերը մանրամասն բանակցություններ են վարել, մասնավորապես քննարկել են այն հարցերը, որոնց վերաբերյալ Միացյալ Նահանգներն ու Իրանը տարաձայնություններ ունեն։ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը հայտարարել են 90 օրով փոխադարձաբար մաքսատուրքերը 24%-ով նվազեցնելու մասին։ Ավելի վաղ Ժնևում տեղի էին ունեցել Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջև բարձր մակարդակի առևտրատնտեսական բանակցությունները։ ԱՄՆ ֆինանսների նախարարի խոսքով բանակցությունների արդյունքում առաջընթաց է գրանցվել։ ԱՄՆ առևտրի ներկայացուցիչն էլ իր հերթին նշել էր, որ Շվեյցարիայում 2 շատ կառուցողական օր են ունեցել։ Նա շեշտել էր, որ համաձայնության հնարավոր է եղել հասնել շատ արագ, ինչը վկայում է այն մասին, որ տարաձայնությունները գուցե այնքան մեծ չէին, որքան կարծում էին։ Մերի Ներսիսյան, լուրեր։